Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Նեհեմիայի գիրք 11-րդ գլուխ Երուսաղեմ բնագող ժողովուրդը։ Ժողովրդին իշխանավորները Երուսաղեմ բնագեցան։ Մնացյալ ժողովուրդն ալ վիճակ ցկեց, որբեսի 11-ը կա Երուսաղեմ սուրբ քաղաքը բնագելու, իսկ մյուս 9 ուրիշ քաղաքներ բնագին։ Ժողովուրդը օրդնեց այն բոլոր մարդիկը, որ իրենք հոժարագամ ընծայեցին Երուսաղեմ բնագելու։ Ահավասիկ Երուսաղեմ բնագող գավառին գլխավորները։ Իսկ Քութայի քաղաքներու մեջ Իսրայելի մնացորդը, քահանաները, ղևդացիները, Նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաներուն որդիները բնագեցան յուրաքանչյուրը իր գալվածի մեջ իրենց քաղաքներու մեջ։ Հութայի որդիներեն եւ Բենյամինի որդիներեն ոմանք ալ Երուսաղեմ բնագեցան։ Հութայի որդիներեն Մաղաղիելի որդիին, Սապադիայի որդիին, Ամարիայի որդիին, Զաքարիայի որդիին, Ոզիայի որդին Աթայա, որ Փարեսի որդիներեն էր, Սիլոնիի որդիին, Զաքարիայի որդիին, Հովարիպի որդիին, Աթայայի որդիին, Ազայայի որդիին, Քոլոզեի որդիին, Փարուքի որդին Մաասիա։ Երուսաղեմ բնագող Փարեսի բոլոր որդիները 468 գդրիջ էին։ Ավասիկ Բենյամինի որդիները Եսայի որդիին, Իթիելի որդիին, Մաասիայի որդիին, Գովղիայի որդիին, Փաթայայի որդիին, Հովաթի որդիին, Մեսուղամի որդին Սալլու, Անգեյետ, Քեփեյի, Սելեհի եւ այլն 928 հոգի։ Անոնց վերադեսուչներ Զեկրիի որդին Հովել, իսկ Սենվայի որդին Հութա անոր փոխանորդներ քաղաքին վրա։ Քահանաներեն Հովարիպի որդին Հեթայա, Հակին, Աստուծոդան վերագացուին, Ակիդովպի որդիին, Մարիոթի որդիին, Սաթովգի որդիին, Մեսուղամի որդիին, Քերգյայի որդին Սարայա։ Անոնց եղբայրները, որ Աստուծոդան կորձ կգադարեին, 822 անց էին։ Մեխկյայի որդիին, Փասուրի որդիին, Զաքարիայի որդիին, Ամասիի որդիին, Փաղաղիայի որդիին, Հերոհամի որդին Աթայա եւ անոր եղբայրները նահաբետները 242 անց էին։ Եմերի որդիին, Մեսեղամոթի որդիին, Ահզայի որդիին, Ազարիելի որդին Ամեսայի ու անոնց եղբայրները 128 զորավոր գդրիջ էին։ Անոնց վերադեսուչներ Աքեթողիմի որդին Զաբթիել։ Ղևդացիներեն Փունիի որդիին, Ասապիայի որդիին, Եզրիգամի որդիին, Ասուփի որդին Սեմայա, նաև Սապետա ու Հովսափատ, որոնք ղևդացիներուն գլխավորներեն էին, Աստուծոդան արտաքին կորձերուն վրա նշանակված էին։ Ասապի որդիին, Զաբթիի որդիին, Միքայի որդին Մաթանիա երկողներուն գլխավորներ։ Շնորհակալական աղոթները նախ ինքը սկսել երկել։ Անոր եղբայրներեն Փակփոգիա երկրորդն էր, հետո Իթիթունի որդիին, Քաղաղի որդիին, Սամվայի որդին Ապտա։ Սուրբ քաղաքը բնագող բոլոր ղևդացիները 284 անց էին։ Թռնաբանները Ագուբ, Դեղմոն եւ անոնց եղբայրները, որոնք թռները կպահպանեին, 172 անց էին։ Իսրայելի մնացորդը քահանաներն ու ղևդացիները Հութայի բոլոր քաղաքներու մեջ բնագեցան, յուրաքանչյուրը իր ժառանգության մեջ։ Բայց Նաթանայիմները ոփաղի մեջ կբնագեին եւ Սիա ու Քիսպա Նաթանայիմներուն վրա նշանակված էին։ Երուսաղեմի մեջ ղևդացիներու վերադեսուչներ Միքայի որդիին, Մաթանիայի որդիին, Ասապիայի որդիին, Փանիի որդին Ոզի։ Ասապի որդիներեն երկողներեն ոմանք Աստուծոդան կորձին վրա նշանակված էին, որովհետև այդ էր թագավորին բադվերը իրենց համար ու երկողներուն ամեն օր ռոջիկ գդրվեր։ Հութայան Զարայի որդիներեն Մասիզեփելի որդին Փեթայա թագավորին կորձագալն էր ժողովրդին բոլոր կորձերուն համար։ Ուրիշ քաղաքներու ժողովուրդը
Հութայի որդիներեն ոմանք ալ Տաշտավայրի գյուղերու մեջ բնակեցան, այսինքն Գարիաթ Արպայի եւ անոր գյուղերու մեջ, Թեփոնի եւ անոր գյուղերու մեջ, Գապեսեելի եւ անոր գյուղերու մեջ, Հեսվայի, Մոլաթայի, Պետպաղետի, Ասերսվաղայի, Պերսապեի եւ անոր գյուղերու մեջ, Սիգելագի, Մեքոնայի եւ անոր գյուղերու մեջ, Են Ռեմոնի, Սարայի, Հերիմութի, Զանովի, Ոտողոմի եւ անոնց գյուղերու մեջ, Լակիսի եւ անոր Տաշտավայրին մեջ, Ազեգայի եւ անոր գյուղերու մեջ, անոնք Պերսապեեն մինչև Երոմի ծորը բնակեցան։ Բենյամինի որդիները բնակեցան Քապայեն մինչև Մակմաս, Այա, Փեթել եւ անոր գյուղերու մեջ, Անաթոֆտ, Նոբ, Անանիա, Հասոր, Ռամա, Քեթայիմ, Հաթիթ, Սեփոյիմ, Նափաղատ, Ղովտ, Օվնով ու Քեկարասիմ։ Ղևտացիներեն ոմանք Հութայի եւ Բենյամինի մեջ բաժնված էին։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։